բոլոր ընդդիմադիր խմբերի կողմից ընտրված քաղաքապետն է։ Ուր պետք է գնա քաղաքից, այսքան ժամանակ որ ոչ միտեղ չի բացակայել, ուր պետք է գնա, այդ ռիսկերը ինչի մասին են։ Բաց, այսինքն դուք այդ մասով է ոչինչ չասեցիք։ Ինչ վերաբերում է այլընտրանքային խափանամիջոցներին, ներեցեք էլի, ամսի 21-ին հոկտեմբերի, դուք ինքներդ էիք ընտրել, այսինքն բոլոր խափանամիջոցներին դիմել էիք, որպեսզի պարոն Ղուկասյանը չկարողանար պաշտոնավարել, փակեցիք, որոշում կայացրեցիք 2 ամսով կալանավորելու։ Հանիրավի, հիմա ես կանրադառնամ, որ անդադ վերաքննիչ դատարան եք ցիտում։ Հանիրավի պարոն Ղուկասյանին տարավ փակեցիք ձեր ղեկավարը չի, բայց չգիտեմ ում ղեկավարն է, այն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, որ ասում եք բոլորին տանելու եմ, գցելու եմ ԱԾ պատվալները, հիմա այդ հրահանգը, որը հնչեց նաև հոկտեմբերի 1-ին, դրանից անմիջապես հետո սկսեցիք գործել, կարել, ձևել, կարկատել եւ այլն։ Գտնվեց պարոն Ղուկասյանը շուրջ 2 ամիս ԱԾ այդ պատվալ չասեմ, չգիտեմ ինչ ասեմ դրա անունը։ Համենայն դեպս շարունակում է մնալ այդ ԱԾ-ն, որը պետք է իհարկե վերանա։ Այնտեղ պահեցիք այս 2 ամիսների ընթացքում նաև ընդունել եք այլ անընտրանքային խափանամիջոց կիրառելու որոշում։ Կասեցրել եք պարոն Ղուկասյանի լիազորությունները եւ դրա հետ մեկտեղ ընտրել եք բացակայելու արգելք։ Այդ ընտրությունը արել եք, հետո մենք որ դա բողոքարկեցինք, որոշեցիք, որ չէ, այդ ընտրությունը քանի որ արել եք, դա հնարավոր չի, մեկը մյուսին բացառում է, որոշեցիք այդ այլընտրանքային խափանամիջոցները ըստ ձեզ վերացնել, բայց դա չի նշանակում, որ այդ ձեր կողմից կայացրած որոշումը իրավասու չէր շարունակել մնալ եւ այդ որոշման ներքո կալանքը բացառվում էր, որովհետեւ դուք եք ընտրել, չի կարող լինել եւ կալանք եւ այլընտրանքային խափանամիջոց։ Մենք ունեցել ենք այս իրավիճակը եւ շարունակում ենք ունենալ այս իրավիճակը, որովհետեւ ամսի 21-ից հոկտեմբերի Ես հասկանում եմ, որ ես ասեցի, որ վերացրել է։ Հիմա բայց մինչև նոյեմբերի 3 այսինքն 2 խափանամիջոց կարող է ունենալ մարդը եւ ունենալ ծայրահեղը, մենք հիմա իրավաբաններ ենք, չի կարող լինել եւ կալանք, այսինքն հոկտեմբերի 21-ից մինչև առնվազն ձեր ասած այդ վերացումը, կալանքը եղել է ապօրինի ակնհայտորեն, չեմ ասում ընդհանրապես։ Հիմա ինչ վերաբերում եք վերաքննիչ դատարանին։ Ուրեմն վերաքննիչ դատարանի որոշումը այս պահին բողոքարկվում է Վճռաբեկ դատարանում։ Եվ մենք չգիտենք, այսինքն այդ որոշումը ուժի մեջ չի մտել։ Այնպես չէ, որ դուք անդադ ցիտում եք, որ վերաքննիչը չի վերացրել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է հակակոռուպցիոն դատարանի առաջին այս ածանին նիստին, որը ղեկավարեց եւ նախագահեց Վարդգես Սարգսյանը, այդ որոշումը չի պարունակում բացարձակ որևիցե հիմնավորում, ոչ հիմնավոր կասկածի հետ կապված։ Դեռ ավելին, նույնիսկ այդ Չիչոյանի որոշումը, այդ դատավորը, որը այդ որոշումը կայացրեց, պարոն Ղուկասյանին 2 ամսով կալանավորելու, նույնիսկ այդ դատարանի որոշման հետ ծանոթ չէ, Չիչոյանի որոշման հետ ծանոթ չէ։ Ինչի հիման վրա էր որոշում կալանք տալ։ Եթե նույնիսկ չգիտեր Չիչոյանը ինչի հիման վրա է տվել այդ գաղտնալսումների որոշումը։ Այսինքն ոչ մի փաստաթուղթ, ոչ մի տվյալ, ոչ մի փաստական հանգամանք չքննելով, պարոն Վարդգես Սարգսյանը այդ որոշումը կայացրել։ Նույնիսկ չի անդրադարձ կատարել պարոն Ղուկասյանի անձին, անձ, որը Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի քաղաքապետն է։ Բացի այդ, որ երկրորդ քաղաքի քաղաքապետն է, աշխարհաքաղաքական նշանակության քաղաքի քաղաքապետն է, որտեղ արկա է աշխարհաքաղաքական ներկայություն։ Այսինքն այս պարագայում, որ մարդը ընտրվել է քաղաքի քաղաքապետ, ընդդիմությունից, քաղաքական պատվերը, որը իջեցված է եղել, այս ամենի ներքո դուք այդ մաները հաշվի չեք առնում։ Ընդհանուր դուք ինչի չեք հետազոտել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը սպառնալիք,
որը հնչել էր հոկտեմբերի 1-ին, մենք այդ մասին ձեզ դիմել ենք, բազմաթիվ բողոքներ ենք ներկայացրել, այդ մասին ինչու չենք անդրադարձել, հերքեիք, ասեք ոչ, մենք քննել ենք Նիկոլ Փաշինյանին, ինք կապ չունի ձեր գործի հետ, չեք քննել, բայց մի հատ Նիկոլ Փաշինյանին քննեիք, հարցաքննեիք, մի հատ մեր առերես հարցաքննություն կազմակերպեիք մեր հետ, Պարոն Ղուկասյանի հետ առերես հարցաքննություն կազմակերպեիք, ինչ էր բղավում ազգային ժողովի ամբիոնից, չեք կատարել։ Իսկ ինչ նորից եմ ասում, ինչ վերաբերում է վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկում է այսօր Վճռաբեկ դատարանում։ Հետևաբար ձեր բոլոր փաստարկները, իմ այն գոլեգաներն եք անդրադառնան, ձեր բոլոր փաստարկները հիմնազուրկ են, այն էլ 3 ամսով, ինչ պիտի անեք այդ 3 ամսում։ Դուք չունեք մի հատ վկա, որը գա ասի, որ պարոն Ղուկասյանը իրեն ներկայացրել է ոչ իրավաչափ պահանջ։ Դուք այդ ձևի վկաներ չունեք։ Մենք ունենք մի անձ, որին կարող ենք մենք հարցաքննել, դա Նիկոլ Փաշինյանն է, ինչ էր բղավում եւ ինչու դուք սկսեցիք նման ապօրինի գործընթաց պարոն Ղուկասյանի, նրա որդու, նրա ընտանիքի անդամների։ Մեկ է մի անդրադարձ է կատարեմ այս դատարանում քննվող ինչ որ գործի վերաբերյալ։ Ուրեմն այս դատարանում քննվող գործի վերաբերյալ, որը նույնպես սարքված գործ է, ասեմ ձեզ, պարոն Ղուկասյանի եւ նրա որդու անվտանգությունը չի ապահովել։ Դատարանի դահլիճում կներեն ինձ ոստիկանները, 2 գործ տվող ոստիկան, ինչ որ լսել են, որ հայոյանքներ են հնչեցրել։ Եվ այդ մեղադրանքը նորից բերել կպցրել են պարոն Ղուկասյանին եւ Սպարտակ Ղուկասյանին։ Այսինքն մենք հիմա հասկանում ենք, որ մեր անվտանգությունը ապահովված չէ, պարոն Ղուկասյանը հասկանում է, որ իր անվտանգությունը ապահովված չէ, այդ թվում նաև պաշտպաններն են հասկանում, որ իրենց կարող են գաղտնա լսել, փաստաբանական գաղտնիքը նաև կներեք քիթը մտցնել ուսումնասիրել, ինչ որ տեղի է ունենում մեր հետ, մենք այդ ամեն ինչը հասկանում ենք, բայց այն ինչ որ դուք ցիտեցիք այս դատարանում քննվող գործերի հետ կապված, ապա այս դատարանում այդ քննվող գործերի հետ կապված անցյալ դատական նիստը նաև հետաձգվեց, որովհետև վկաները, որը իբրև պետք է գայի, որ վկայի, վկաները չէին եկել։ Վկաներն էլ չունեք, որ գան, ինչ որ դեմ ցուցմունքներ հայտնեն։ Սա էլ այդ դրա հետ կապված, այսքանը։